professor, Porzeron professor, Nora sottori aisor, Porzeron professor, Հարցերան, տեսքդ այսօր շատ լավն է, դեղինը քեզ շատ ես ազում, ընդգծում է ոսկորներդ, գարնանային տեսք ունես, և այսպես սիրելի ընկերներ ողջույն, ես այնքան ուրախ եմ, որ ժամանակ եք գտել և միացել եք ինձ, ամեն դեպքում նորից ներկայնամ, միգուցե մոռացած լինեք, չնայած չեմ հավատում, ես պրոֆեսոր Փորձերոնն եմ, աստղագետ, կենսաբան, ֆիզիկոս և ամենակարևորը համեստ մարդ, լավ, նորից շատ եմ խոսում, ավելի լավ է անցնեմ հարցերին։ Եվ այսպես, բարև սիրելի Փորձերոն, բարև, ես Սամվել Օհանյանն եմ, տեսնելով ձեր հաղորդումը, ես նույնպես ցանկացա ձեզ հարց ուղարկել։ Մի քանի օր առաջ ընկերներիս հետ վիճում էի, նրանք ասում էին, որ աստղերն ընկնում են, իսկ ես ասում էի, որ չեն ընկնում։ Կարող եք ասել մեզնից ով է ճիշտ։ Շատ եմ սիրում աստղագիտությունը։ Հիմա պարզաբանենք սիրելիներս։ Երեխաներ, գիշերները նայելով երկնքին կարող ենք տեսնել հազարավոր աստղեր։ Իսկ աստղադիտակով կարելի է տեսնել միլիոնավոր աստղեր։ Աստղերը հսկայական տիեզերական մարմիններ են, որոնք գտնվում են մեզնից տասնյակ, հարյուրավոր, ես կասեի հազարավոր լուսային տարիներ հեռավորության վրա։ Նրանք շարժվում են իրենց ուղեծրերում, բայց ոչ այն ձևով, որ ընկնեն երկրի վրա։ Երեխաներ, մեզ լավ ծանոթ աստղ է Արեգակը։ Ինչպես ասացի, համեմատած Արեգակի հետ մնացած աստղերը մեզանից շատ ավելի մեծ հեռավորությունների վրա են գտնվում, եւ դա է պատճառը, որ դրանք այդքան փոքր են երևում։ Պատկերացնում եք ինչ կլիներ մեզ հետ, եթե ինչ-որ աստղ ընկնի երկրի վրա։ Նույնիսկ չէիք հասցնի պատկերացնել։ Իրականում աստղերը շիկացած, լուսարձակող, հսկայական գազային մարմիններ են, որոնք հիմնականում կազմված են ջրածնից եւ հելիումից։ Դրանց ջերմաստիճանը հասնում է միլիոնավոր աստիճանների։ Օրինակ Արեգակը միջին մեծությամբ աստղ է։ Երկնակամարի ամենալուսավոր աստղը Սիրիուսն է։ Գիշերային երկնքի ամենապայծառ աստղերի թվին պատկանում է նաեւ Ակտուրուսը եւ Վեգան։ Աստղերը հավերժ չեն, նրանք ինչպես ծնվում, այնպես էլ մահանում են, տխուր է չէ երեխաներ։ Ջրածնի պաշարների սպառումից հետո սկսում է այրվել հելիումը, հետո աստղն արագ սկսում է այրել նաև մնացած ամբողջ միջուկային պաշարները ու մնում առանց էներգիայի աղբյուրի։ Այդ պահից սկսած այն հաշված վայրկյանների ընթացքում կծկվում է, որից հետո կամ պայթում է, կամ սառչում։ Երբ մեծ աստղերը մարում են, նրանք կարող են վերածվել սպիտակ թզուկի, նեյտրոնային աստղի կամ սև խոռոչի, բայց դա տեղի ունենում իհարկե միլիոնավոր տարիների ընթացքում։ Ինչ է ընկնող աստղը։ Գիշեր երկնքում, բացի աստղերից հաճախ կարելի է տեսնել նաև դեպի ներքև շարժվող լուսարձակող մարմիններ։ Հնում մարդիկ դրանց անվանել են ընկնող աստղեր։ Իրականում դրանք ոչ մի կապ չունեն աստղերի հետ երեխաներ։ Այդ կարծր մարմիններն անվանում են ասուպներ կամ երկնաքարեր։ Ինչից են առաջանում երկնաքարերը։ Երկնաքարերն առաջանում են տարբեր տիեզերական գործընթացների արդյունքում։ Դրանք հիմնականում փոքր քարե կամ մետաղական մարմիններ են, որոնք շրջում են արեգակնային համակարգում։ Մարսի եւ Յուպիտերի միջև կա աստերոիդների գոտի։ Երբ աստերոիդները բախվում են իրար, նրանցից փոքր կտորներ են փոկվում եւ դառնում են երկնաքարեր, որոնք հետագայում կարող են ընկնել երկրի վրա։ Գիսաստղերի մնացորդներ։ Գիսաստղերը կազմված են սառույցից, փոշուց եւ քարերից։ Երբ գիսաստղը մոտենում է արեգակին, նրա սառույցը գոլորշիանում է եւ մնացած քարե ու փոշու մաստիկները շարունակում են ճանապարհվել տիեզերքում։ Երբ երկիրն անցնում է այս մաստիկների ճանապարհով, դրանք մտնում են մթնոլորտ եւ ստեղծում երկնաքարերի անձրևներ։ Ամենահայտնի երկնաքարերի անձրևներից են Պերսեիդները օգոստոսին եւ Գեմինիդները դեկտեմբերին։ Երկնաքարերն առաջանում են նաեւ երբ երկնային մարմինները, օրինակ Մարսը կամ Լուսինը, բախվում են մեծ երկնաքարերի հետ։ Այդ հարվածից բեկորներ են փոկվում եւ տարածվում տիեզերքում։ Որոշ այդպիսի բեկորներ դառնում են ասուպներ եւ կարող են ընկնել երկրի վրա, պատկերացնում եք երեխաներ։ Երկնաքարերը լինում են 3 տեսակի՝ քարե մետեորիտներ, քարե մետաղական մետեորիտներ եւ մետաղական մետեորիտներ։ Այսպիսով, երկնաքարերը արեգակնային համակարգի բնական բաղադրիչներն են եւ օգնում են մեզ հասկանալ տիեզերքի պատմությունը։ Երկնաքարերը երեխաներ էլիպսաձև ուղեծրով շարժվում են միջմոլորակային տարածությունում եւ երկրի ուղեծրի հետ հանդիպելիս ներխուժում են մթնոլորտ։ Հսկայական արագությամբ վայրկյանում մինչև 50 կիլոմետր կամ ավել անցնելով երկրի մթնոլորտի միջով նրանք հարվածում են օդի մասնիկներին։ Արդյունքում արդեն մոտ 120-ից 150 կիլոմետր բարձրության վրա նրանք տաքանում են ու հասնում մինչև մի քանի հազար ջերմաստիճանի եւ վերածվում են շիկացած գազի, արագ ցրվելով օդում։
Կան նաև այնպիսի երկնաքարեր, որոնց զանգվածը մեծ է լինում, եւ մթնոլորտ մտնելուց չեն հասցնում լրիվ վեր եւ ընկնում են երկրի վրա։ Ամեն օր մոտ 25 միլիոն ասուպ է մտնում մթնոլորտ, բայց դրանց մեծ մասն ամբողջովին այրվում է։ Իսկ տարեկան մոտ 500 երկնաքար չհասցնելով մթնոլորտում այրվել, ընկնում է երկրի վրա։ Փոքր երկնաքարերը վտանգ չեն ներկայացնում, բայց խոշոր երկնաքարերը 1 կիլոմետր եւ ավելի կարող են լուրջ վնասներ հասցնել։ Վերջին 2013 թվականի խոշոր դեպքերից մեկը Չելյաբինսկի երկնաքարն էր, որը պայթեց օդում եւ վնասեց հազարավոր շենքեր։ Հիմնականում Յուպիտերը, իսկ որոշ չափով նաև Սատուրնը օգնում են պաշտպանել Երկիրը մեծ երկնաքարերի հարվածներից, քանի որ դրանց ձգողականության ուժը ավելի մեծ է։ Չնայած Սատուրնը փոքրինչ հեռու է, նրա ձգողական դաշտը նույնպես ազդում է երկնաքարերի վրա, փոխելով նրանց ուղեծրերը։ Երկրին վտանգ ներկայացնող խոշոր երկնաքարերը մշտապես հետևում են գիտնականների կողմից, բայց առայժմ չկա հայտնի մեծ երկնաքար, որը մոտ ապագայում կհարվածի երկրին։ Շատ լավ է, չէ՞ երեխաներ։ Այսպիսով, մենք հասկացանք, որ աստղերն իրենցից ներկայացում են մեծ լուսարձակող գազային միացություններ, եւ մարելու դեպքում դրանք սառում են եւ չեն ընկնում, այլ ընկնում են երկնաքարերը։ Եվ չնայած դրան, այդպիսի երևույթ տեսնելիս մի դադարեք երազանք պահել։ Պրոֆեսոր Փոցերո Եվ այսպես անցնենք հաջորդ հարցին։ Մեզ գրել է 13 տարեկան Յուրա Պողոսյանը եւ ուզում է իմանալ, ով է Եղիշե Չարենցի տաղանձնական բանաստեղծությունում Կարինե Քոթանջյանը։ Ինչ հետաքրքիր հարց էր Յուրա։ Ես սիրով կպատասխանեմ այս հարցին։ Կարինե Քոթանջյանը Եղիշե Չարենցի պատանեկան ընկերն էր։ Նրանք ծանոթացել էին Կարսում եւ մտերիմ ընկերներ էին, միասին զբոսնում էին, ժամերով զրուցում էին, պիեսներ գրում, մինչեւ այն պահը, երբ պատերազմը բաժանեց նրանց։ Կարինեի ընտանիքը պատերազմից հեռու փախչելով տեղափոխվում է Թիֆլիս։ Սակայն Կարինեն այնտեղ երկար չմնաց։ Նա վերադարձավ Էջմիածին, որպեսզի օգնի որբերին ու գաղթականներին։ Կարճ ժամանակ անց նա հիվանդանում է եւ տեղափոխվում է Մոսկվա բուժվելու։ Առողջանալուց հետո նա հաճախում էր դասընթացների։ Մեկ տարի անց նա վերադառնում է Կարս եւ դարձյալ հանդիպում է Չարենցին։ Նա համոզում է Չարենցին մեկնել Մոսկվա ուսանելու։ Չարենցն ու Կարինեն որոշ ժամանակ ապրում են Մոսկվայում։ Չարենցը այդ տարում գրել է Ձիածան ժողովածուն։ Որոշ ժամանակ անց Չարենցը որոշում է վերադառնալ հայրենիք եւ Կարինեին ի նշան բաժանումի նվիրում է հերացումի խոսքերը։ Գուցե հանկարծ կասկածեմ, չհավատամ ինքս։ Ես 8 թվային հոգուն քո կարոտը սրբազան։ Ինչ էլ լինի, քույր իմ, քույր, հեռանալիս չանիծես։ Խեղճ կարոտը թևերիս, որ երբեք քեզ չհասան։ 2 տարի հետո Կարսում Կարինեն նորից հանդիպում է Չարենցին։ Վերջինս շրջակա գյուղերից մեկի դպրոցում ուսուցիչ էր։ Կարինեն վերադառնում է Երևան, որպեսզի ուսանի մանկավարժություն։ Նա իմանում է, որ Երևանում Չարենցը հայտնի գրող է, եւ շապ նրան հրագիր է ուղարկում այսպիսի բովանդակությամբ. Եղիշե, բախտդ բացվել է, շտապ արի Երևան։ Կարինեի հետ մտերմությունը եղել է ոչ միայն անձնական, այլև ստեղծագործական։ Նրան է նվիրվել ամբողջ Ձիածան շարքը։ Դու իմ վերջին, իրիկնային, աստղային քույր։ Չարենցի եւ Կարինեի հարաբերությունների արձագանքն էր նաեւ տաղ անձնական բանաստեղծությունը։ Թե Կարինե Քոթանջյանին տեսնեք Կարսի փողոցներում, ասեք նրան։ Չարենցն ասավ. մնաս բարով։ Մնաս բարով։ Յուրա, ընկերս, հիմա հասկացար, թե ինչ կարևոր մարդ էր Կարինե Քոթանջյանը Եղիշե Չարենցի կյանքում։ Սիրեք պոեզիա, երեխաներ։ Երբեմն մի քանի տողով կարելի է պատմել մի ամբողջ պատմություն կամ զգալ մի հույս, մի զգացմունք, որը շատ բառերով հնարավոր չէ փոխանցել։ Ահ, հարցերուն, առաջարկում եմ մոտորերս անցկացնենք պոեզիայի երեկո։ Այո, Տերյանի բանաստեղծություններն էլ կկարդանք։ Դե ինչ սիրելի Յուրա, շնորհակալ եմ այսպիսի հարցի համար։ Իսկ մենք անցնենք հաջորդ հարցին։ Պրոֆեսոր Փոցերո Բարև սիրելի փորձերոն, ես Կարենն եմ։ Բարև Կարեն։ Լսել եմ, որ Սևանա լճի ջուրը աղտոտված է։ Արդյոք երբ լճում լողում ենք, չենք վնասում մեր առողջությունը։ Շատ կարևոր հարց ես տալիս, Կարեն։ Երեխաներ, Սևանա լճում լողալը հիմնականում անվտանգ է, բայց կան որոշ վտանգներ, որոնց պետք է ուշադրություն դարձնել։ Հիմա մի քանիսը կառանձնացնեմ։ Կապտականաչ ջրիմուռներ կամ ցիանոբակտերիաներ։ Ամռան ընթացքում, հատկապես հուլիս-օգոստոս ամիսներին, լճում կարող են շատանալ կապտականաչ ջրիմուռները, որոնք արտադրում են թույներ։ Դրանք կարող են առաջացնել մաշկի գրգռում, ալերգիկ ռեակցիաներ կամ աղեստամոքսային խնդիրներ, եթե ջուրը կուլ տաք։ Ջերմաստիճանի փոփոխություն։ Սևանա լճի ջուրը բավական սառն է, նույնիսկ ամռանը։ Սառը ջրի մեջ մտնելը կարող է շոկ առաջացնել օրգանիզմում, հատկապես նրանց մոտ, ովքեր սրտանոթային խնդիրներ ունեն։ Խորություն եւ հոսանքներ։
Լճի որոշ տեղերում խորությունն արագ է մեծանում եւ կարող են առաջանալ տեղային հոսանքներ, ինչը վտանգավոր է վատ լողորդների համար։ Եթե որոշել եք լողալ Սևանում, ցանկալի է ընտրել վերահսկվող լողափեր, հետևել տեղական խորհուրդներին եւ եթե ջուրը տեսանելիորեն կանաչավուն է, խուսափեք այդտեղ լողալուց։ Սևանա լճի մաքրությունը պահպանելու համար կարևոր է հետևել մի քանի կանոնների։ Առաջին՝ չաղտոտել լիճը։ Երեխաներ, պետք է շատ ուշադիր լինեք, այնտեղ չթողնեք աղբ, հատկապես տոպրակներ, պլաստիկ շշեր եւ այլ թափոններ։ Ցանկալի է, որ ձեզ մոտ ունենաք մեծ տոպրակներ եւ այնտեղ դասավորեք ձեր աղբը։ Չլվացվել կամ սպասք չլվանալ լճում։ Օճառն ու քիմիական նյութերը կարող են վնասել ջրի էկոհամակարգը։ Եթե նավակով եք շրջում, պետք է համոզվել, որ վառելիքի կամ յուղի արտահոսք չկա։ Եվ ընդհանրապես, խորհուրդ չի տրվում ջուրը մտնել արևային քսուկներով, որովհետև դրանք նույնպես վնասում են լճի էկոհամակարգը։ Մասնակցել կամ աջակցել լճի մաքրման աշխատանքներին։ Երեխաներ, եթե հնարավորություն ունեք, կարող եք մասնակցել կամավորական մաքրման արշավներին, որոնք կազմակերպվում են ամռան ամիսներին։ Կարող եք նաև աջակցել կազմակերպություններին, որոնք զբաղվում են Սևանի մաքրման ու պահպանման աշխատանքներով։ Տարածել էկոլոգիական մշակույթ։ Երեխաներ, կարևոր է, որ մյուսներին էլ տեղեկացնել, թե ինչպես պահպանել լիճը մաքուր։ Եթե նկատում եք, որ ինչ-որ մեկը աղբ է թափում, կարելի է քաղաքավարի կերպով խնդրել նրան, որ դա չանի։ Պահպանել բնության հավասարակշռությունը։ Դա ինչ է նշանակում։ Չխանգարել կենդանական ու բուսական աշխարհին, չփոկել ջրի մուրները, չվնասել ափամերձ բուսականությունը, չբռնել ու չվնասել այն կենդանիներին, որոնք ապրում են լճում, օրինակ ձկներին, բադերին կամ գորտերին։ Սևանա լիճը հայ ժողովրդի համար ոչ միայն բնական պաշար է, այլև ազգային գանձ, որի պահպանումը կենսական նշանակություն ունի Հայաստանի համար։ Այս բարձ քայլերով բոլորս կարող ենք օգնել, որ Սևանա լիճը մաքուր մնա ու գալիք սերունդներին փոխանցի իր գեղեցկությունը։ Պրոֆեսոր Փոսերո Սիրելի երեխաներ, հաջորդ հարցը ոչ միայն ուղարկել են մեր էլեկտրոնային հասցեին, այլև հարցրել են ինձ անձամբ։ Ինչպես է պատահում, երբ գնացքի մեջ թռնելիս մնում ես նույն տեղում կանգնած, իսկ գնացքի վրայից թռնելիս ընկնում ես։ Սիրելիներս, ամեն ինչ կապված է իներցիայի, շարժման պահպանման օրենքի հետ։ Երբ դու գնացքի ներսում ես, այն շարժվում է։ Դու արդեն ունես նույն արագությունը, ինչ գնացքը։ Եթե գնացքը շարժվում է օրինակ 100 կմ/ժ արագությամբ, ապա դու առանց դա զգալու նույնպես շարժվում ես նույն արագությամբ։ Երբ թռնում ես ուղղահայաց վերև, մարմինը շարունակում է պահպանել գնացքի շարժման արագությունը, քանի որ գնացքը, դու, օդը եւ բոլորը ներսում շարժվում են միասին։ Ապա կթռնես ու քիչնես նույն տեղում, կարծես գնացքը կանգնած լինի։ Ինչ վերաբերում է գնացքի վրայից թռնելուն, գնացքի տանիքից թռչելիս իրավիճակը լրիվ փոխվում է։ Քո մարմինն ունի նույն հորիզոնական արագությունը, ինչ գնացքը, բայց երբ բաց տարածություն ես դուրս գալիս, դիմացից փչող օդի դիմադրությունը սկսում է ազդել քեզ վրա։ Իսկ գնացքը շարունակում է առաջ գնալ նույն արագությամբ։ Քանի որ դու օդում այլևս կապ չունես գնացքի հետ, այն շարունակում է առաջ շարժվել, իսկ դու սկսում ես հետ մնալ, ընկնելով մի քանի մետր հետ։ Երբ գնացքը շատ արագ է ընթանում, թռնելիս կարող ես կորցնել հավասարակշռությունը եւ ուժեղ հարվածել կետնին։ Եզրակացություն. Եթե գնացքի ներսում ես, դու եւ գնացքը շարժվում եք միասին։ Ուստի վեր թռչելիս կրկին նույն տեղն ես ընկնում։ Եթե գնացքի վրայից ես թռչում, դու շարունակում ես պահպանել սկզբնական արագությունդ, բայց պայմանավորված օդի դիմադրության եւ ձգողականության ազդեցությամբ ընկնում ես հետ ու վնասվում։ Այսպես երեխաներ, այս երևույթը լավ բացատրում է Նյուտոնի առաջին օրենքը՝ իներցիայի օրենքը։ Կարող եք ուսումնասիրել։ Վստահ եմ շատ ու շատ հարցեր կառաջանան եւ ես պատրաստ եմ սիրով պատասխանել բոլոր այդ հարցերին։ Ուսումնասիրիր, կարդա եւ առաջացած հարցերն անպայման ուղարկիր ինձ։ Պրոֆեսոր Փոսերո Եվ այսպես, հաջորդ հարցը տեսահարց է։ Եկեք միասին դիտենք այն։ Պրոֆեսոր Փոսերո Սիրելի փորձերոն, ինչ անեմ, եթե վախենում եմ մթությունից։ Պրոֆեսոր Փոսերո Ախ, իմ սիրելի փոքրիկ, այս հարցը ունի լուրջ պատասխան։ Վախը իհարկե տհաճ զգացում է, հատկապես երբ նրան հանդիպում ես ամեն օր։ Բայց չկա այնպիսի խնդիր, որի լուծումը մենք չտանք։ Առաջարկում եմ հավաքվել եւ դիտել տեսանյութ։ Ինչ անել, եթե վախենում ես մթությունից։ Գնացինք։ Պրոֆեսոր Փոսերո Ողջույն սիրելի երեխաներ, շնորհակալ եմ, որ նման կարևոր հարցեր եք մեզ ուղարկում։ Ես մեծ սիրով եւ հետաքրքրությամբ կարդում եմ ձեր հարցերը եւ շատ ուրախանում եմ, երբ կարողանում ենք գտնել պատասխաններ ձեր հարցերին։ Մթությունից վախը բավականին տարածված երևույթ է երեխաների մոտ։ 3-ից մինչև 8 տարեկան հասակում այն համարվում է լիովին բնական, քանի որ այդ տարիքում ձեր երևակայությունը շատ վառ է, ակտիվ է եւ ձեզ կարող է թվալ, որ մութ տարածքում սենյակ
օրինակում կան հրեշներ, ուրվականներ եւ այլ վախենալու կերպարներ։ Մենք անցկացրել ենք հարցում երեխաների շրջանում ինչ կանեք, եթե վախենաք մթությունից թեմայով։ Երեխաների մի մասը նշել է, որ կպատմեմ ծանողներիս, իսկ մի մասը կարծում է, որ չի կիսվի ծանողների հետ, որովհետեւ կարծում է, որ խոստովանելը ամոթ է։ Եկեք ծանոթանանք պատմությանը եւ դիտարկենք երկու տարբերակները։ Սա Էրիկն է, 8 տարեկան։ Նա շատ է սիրում խաղեր խաղալ։ Էրիկը շատ պարտաճանաչ տղա է։ Ամեն ինչ անում է ինքնուրույն դասերն է սովորում։ Սենյակն է հավաքում, առհասարակ ամեն ինչ անում է կազմակերպված։ Այդ առումով նրա մայրիկը շատ հանգիստ է։ Սակայն ամեն բան լավ է այնքան ժամանակ, քանի դեռ մութը չի ընկել։ Հաճախ երեխաներին թվում է, որ եթե խոսեն իրենց վախի մասին, նրանք կդադարեն ուժեղ երևալ ուրիշների աչքերում, նրանց կծաղրեն կամ օրինակ ընտանիքի անդամները չեն հասկանա իրենց, բայց դա այդպես չէ։ Վախի մասին առաջինը պետք է խոսել ընտանիքի անդամների հետ, որովհետև երբ մենք խոսում ենք մեր զգացողությունների մասին, վախը դառնում է ավելի կառավարելի եւ թուլանում է։ Իսկ ծնողները պետք է լսեն երեխաներին եւ հասկանան, թե հատկապես ինչից են վախենում երեխաները եւ փորձեն աջակցել նրանց, առանց արժեզրկելու երեխաների վախը։ Եկեք գտնենք ցանկալի լուծումը։ Էրիկը ամենից շատ վախենում է մթությունից, սակայն նա թաքցնում է դա բոլորից, մտածելով, որ ընկերներն իր վրա կծիծաղեն, իսկ ծնողները չեն հասկանա։ Էրիկը զանգահարեց իր մայրիկին եւ պատմեց նրան, որ շատ է վախենում մթությունից։ Մայրիկը նրան ասաց, որ վառի տան բոլոր լույսերը, մինչև նա աշխատանքից կվերադառնա։ Էրիկը լսեց մայրիկին եւ սենյակի բոլոր լույսերը վառեց։ Բայց ինչ կլինի, երբ լույսերն անջատեն։ Այդ միտքը նորից սարսափեցրեց նրան։ Կարող եք ձեզ համար օգնական ընտրել, այ օրինակ մեծ փափուկ խաղալիք, կամ պատի վրա ամրացնեք թուղթ, թղթի վրա նկարեք արև եւ երբ վախենաք պատկերացնեք, որ նրանք ձեզ պաշտպանում են։ Հանկարծ Էրիկը հիշեց, որ վերջերս նրան նվիրել են մի խաղալիք, որը նաև լույս է տալիս։ Նա մտածեց, եթե լույսերն անջատեն, այդ խաղալիքը կարող է օգնել նրան լուսավորել սենյակը։ Սակայն երբ անջատեց սենյակի լույսը, նա նորից վախեցավ։ Վախը հաղթահարելու համար ձեզ կարող են օգնել մի քանի հնարներ։ Դրանցից մեկը վախենալու կերպարը նկարելն է։ Չենք մոռանում հումորի մասին, այն միշտ օգնում է հաղթահարել մեր վախերը։ Վերցնում եք թուղթ եւ մատիտներ եւ սկսում եք նկարել ձեր վախենալու կերպարը։ Երբ նկարը ավարտում եք, այդ նկարի վրա ավելացնում եք ինչ-որ դետալներ, օրինակ մեծ քիթ, մեծ ականջներ, փուչիկներ, ծաղիկներ եւ այլն։ Էրիկը որոշեց նկարել իր վախը, վերցրեց թուղթ, սև մատիտ եւ սկսեց պատկերել իր վախին։ Նկարեց կլոր, մեծ գունդ, գլխին կոտոշներ։ Այդպիսի տեսք ուներ նրա վախը։ Այնուհետև վերցրեց գունավոր մատիտները։ Կոտոշներին ավելացրեց գունավոր ժապավեններ, մեծ ականջներ եւ մեծ քիթ։ Վախը շատ ծիծաղելի տեսք ուներ։ Ապա սկսեց վախի ձեռքին ծաղիկներ նկարել։ Էրիկը շարունակեց, վերցրեց մեկ այլ թուղթ եւ վրան նկարեց վախի տունը։ Նա մի գեղեցիկ տուն նկարեց, ներկեց գունավոր մատիտներով, տան կողքը նկարեց շնիկ եւ վախի սիրած կերակուրը։ Էրիկը նայելով նկարներին հասկացավ, որ այդքան էլ սարսափելի չէ։ Երբ վախը մեծանում է, ձեզ համար փոքրիկ արարողակարգ մտածեք, օրինակ գիրք կարդալ, երաժշտություն լսել։ Մեղմ հանգիստ երաժշտությունը կարող է հանգստացնել ձեզ եւ շեղել ձեր միտքը վախից։ Էրիկը անջատեց լույսը, միացրեց երաժշտություն եւ սկսեց իր սիրած երաժշտությունը լսել։ Մի քանի րոպե լսելուց հետո հասկացավ, որ էլ չի վախենում մթությունից եւ մթության մեջ նույնիսկ հաճելի է։ Հիմա նա գիտի ինչ անել, եթե վախենում է մթությունից։
Մայրիկին խնդրեք ձեզ համար հեքիաթներ կարդալ։ Քնելուց առաջ կարելի է պատմել այնպիսի պատմություններ, որտեղ մթությունը ոչ թե վտանգավոր է, այլ կախարդական, հետաքրքիր։ Կարելի է հորինել այնպիսի խաղեր եւ պատմություններ, որտեղ մթությունը բարի է, լավ է։ Այ օրինակ կարող եք ասել, որ մթությունը օգնում է աստղերին երևալ, շողալ, փայլել, կամ օրինակ մութ ժամանակ ամեն բան շուրջը հանգստանում է։ Այս մեթոդները կարող են ձեզ օգնել հաղթահարել ձեր մթության վախը։ Իսկ եթե ձեր վախը չափազանց մեծ է եւ ձեզ ոչինչ չի օգնում այն հաղթահարել, կարող եք դիմել մանկական հոգեբանի օգնությանը։ Շարունակեք ուղարկել մեզ ձեր կարևոր հարցերը, որպեսզի միասին գտնենք ձեր հարցերի լուծման բանալիները։ Պրոֆեսոր Փոցերո Հիշեք երեխաներ, հոգեկան ներդաշնակությունը կարևոր հիմնականն է ձեր անձի լիարժեք զարգացման համար։ Ես կարծես թե ունեմ իմ հաջորդ հարցը։ Եվ այսպես, հարգելի փորձերոն, ձեզ գրում է 13 տարեկան Սոնա Հախվերդյանը Երևանից։ Ողջույն Սոնա։ Ինձ հետաքրքրում է հետևյալ հարցը։ Մենք ընկերներով աշխարհագրության նախագծային աշխատանքի ժամանակ տեղեկություն էինք հավաքում ջրի մասին, որտեղ ասվում էր, որ Երման ջուրը սառը ջրից ավելի արագ է սառույց դառնում։ Որ խնդրեմ, կասեք արդյոք այդպես է, իսկ եթե այո, ապա ինչու։ Իմ շատ սիրելի Սոնա, կա նման երևույթ այո, եւ այն կոչվում է Մպեմբայի էֆեկտ։ Այն անվանվել է տանզանիացի ուսանող Էրաստո Մբեպայի անունով։ Մի անգամ նա տաք կաթը տեղադրեց սառցարան եւ նկատեց, որ այն ավելի արագ է սառում, քան սառը կաթը։ Սկզբում նրա դիտարկումը կասկածի տակ դրեցին, բայց հետագայում գիտնականները հաստատեցին, որ այս երևույթը որոշ պայմաններում կարող է իրական լինել։ Կոնկրետ պատճառը դեռևս լիովին պարզ չէ, բայց գիտնականները տարբեր բացատրություններ են տվել։ Գոլորշիացում տաք ջուրը ավելի արագ է գոլորշիանում, ինչի հետևանքով էլ ջրի զանգվածը պակասում է, եւ փոքր քանակությամբ ջուրը ավելի արագ է սառչում։ Կոնվեկցիոն հոսանքներ։ Տաք ջրի ներսում առաջանում են ուժեղ հոսանքներ, որոնք ավելի արդյունավետ են ջերմությունը դուրս բերում ջրի մակերևույթից։ Երկարատև գերսառացումից խուսափում։ Երբեմն սառը ջուրը նախ պետք է հասնի գերսառեցված վիճակի, մինչդեռ տաք ջուրը ավելի արագ է անցնում սառույցի փուլին։ Ջրի մեջ լուծված գազեր։ Տաք ջրի մեջ լուծված գազերը, օրինակ թթվածինը, ավելի քիչ է, ինչը կարող է փոփոխություններ առաջացնել ջրի սառեցման ձևում։ Երեխաներ, ինչու եմ այսքան խոսում ֆիզիկայի մասին։ Ախր մենք ունենք հատուկ մասնագետ դրա համար։ Առաջարկում եմ բոլորով միասին գնանք ֆիզիկայի հետաքրքիր աշխարհ։ Պրոֆեսոր Փոցերո Պատրաստ ես Լուսե։ Պատրաստ եք երեխաներ։ Ես այդքան էլ չէ։ Всё. Տեսար։ Շատ մայեցին քիչ պիտի բարենք։ Բարև ձեզ սիրելի երեխաներ, այսօր ձեզ համար կատարելու ենք շատ հետաքրքիր գիտափորձ իմ այսօրվա գործընկերոջ հետ, իսկ այսօր իմ գործընկերը Լուսեն է։ Բարև ձեզ։ Մեր այսօրվա գիտափորձի համար անհրաժեշտ է Լուսե ինչ։ Փուչիկ, մոմ եւ ջուր։ Այո երեխաներ, այսօրվա մեր գիտափորձի համար անհրաժեշտ է փուչիկ, մոմ եւ ջուր։ Սկսենք Լուսե։ Դու փուչիկի պայթյունից վախենում ես։ Ես էլ շատ։ Իսկ դու կարող ես փչել փուչիկը։ Ես փչեմ։ Լավ, փչենք, հետո նոր կրակը վառենք։ Հիմա պահում ենք եւ վառում ենք կրակը։ Հիմա Լուսե պահելու ենք ու տեսնենք, թե ոնց է փուչիկը պայթում։ Պատրաստ եք երեխաներ։ Պատրաստ ես Լուսե։ Պատրաստ եք երեխաներ։ Ես այդքան էլ չէ։ Տեսանք երեխաներ, ոչ մի պատահական, ոչ մի անակնկալ բան չեղավ, փուչիկը մոտեցրեցինք կրակին, այն պայթեց, քանի որ փուչիկի ներսում կա ճնշված օդ։ Հիմա Լուսե, ես քեզ ցույց եմ տալու, որ փուչիկը մոտեցնում է, ու փուչիկը չի պայթում։ Հետաքրքիր է, անենք դա։ Կրակը մարեց, նորից վառենք։ Որ տրակի մամ ինչ ենք անում։ Կծիծաղենք։ Հիմա այս փուչիկը մոտեցնում ենք կրակին ու տեսնում ենք պայթում է թե չէ։ Բայց շատ չենք պահել, մի քանի վայրկյան։
Մամա, որ էլի պայթի։ Տեսա լուսե, չպայթեց։ Հետաքրքիր է, ինչու չպայթեց։ Դու կարող ես բացատրել։ Չես կարող, չգիտես։ Լավ, իսկ հետաքրքիր է, թե ինչու այս փուչիկը պայթեց, իսկ այս մյուս փուչիկը չպայթեց։ Եթե ձեզ հետաքրքիր է երեխաներ, ինչպես ստեղծել այնպիսի փուչիկ, որը կրակի վրա չի պայթում, ես հիմա ձեզ կսովորացնեմ իմ գործընկերոջ Լուսեի հետ։ Անենք Լուսե փորձը։ Հիմա վերցնում ենք փուչիկը, լցնում ենք ջրով։ Դու սենց բացի փուչիկը, ես լցնեմ ջուրը, հա։ Եվ փչում ենք փուչիկը։ Ահա երեխաներ, պատրաստ է արդեն մեր չպայթող փուչիկը։ Ջրով լցված մասը մոտեցնում ենք մոմին եւ մեր փուչիկը չի պայթում։ Ինչու՞։ Քանի որ ջուրը ունի բարձր ջերմունակություն եւ այն չի թողնում, որ արագ տաքանա մոմի կրակից ջուրը եւ ապա պայթյուն տեղի ունենա։ Տաքացումը կատարվում է շատ դանդաղ։ Դրա համար մեր ջրով լցված փուչիկը մի քանի վայրկյան պահելով մոմի մոտ չի պայթում։ Իսկ եթե շատ պահենք, Լուսե, ինչ տեղի կունենա։ Կպայթի, որովհետև մեր ջուրը կտաքանա, փուչիկը կտաքանա եւ տեղի կունենա պայթյուն։ Ուզում ես դու պահես կրակի վրա։ Ոչ։ Արի միասին պահենք։ Մի հատ էլ պահենք։ Ջրով լցված մասը։ Մի քանի վայրկյան։ Մաջան։ Պետք է տաքանալ։ Տեսա՞ր չպայթեց։ Ջուրը տաքացավ, հիմա որ ձեռք տաս, տաք ջուրա։ Տաքացավ, չէ՞։ Ջուրը տաքացավ, բայց փուչիկը չպայթեց։ Ահա, ամբողջ գաղտնիքը։ Հետաքրքիր էր։ Եթե ձեզ էլ էր հետաքրքիր, սիրելի երեխաներ, կատարեք այս փորձը տանը եւ ուղարկեք փորձերոնին։ Հաջողություն։ Տեսություն։ Պրոֆեսոր Փորձերով։ Դե ինչ երեխաներ, հետաքրքիր էր։ Շատ լավ է։ Այդ դեպքում շարունակում եք եւ ձեր հարցերն ուղարկում փորձերոն շնիկ 1tv.am էլեկտրոնային հասցեին եւ ես նորից պարտաճանաչ կպատասխանեմ դրանց։ Հիշեք երեխաներ, անհայտը բացահայտելու առաջին քայլը հարցեր տալն է։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ։ Professor,